Ընկերներ, ցույց եմ տալիս ինչպես գրել ընկերությանը հետադարձ կապով։ Կարող եք տարբեր պատճառներ ունենալ գրելու։ Ես ինչ եմ գրում։ Լինում է երբեմն գրանցում եմ անում տվյալ մարդուն հեռախոսի համարը սխալ եմ գրում, դրա պատճառով կամ 0-ով եմ գրում, ամենատարածված սխալը ին, որ ես 0-ով եմ գրում մարդու համարը հեռախոսի, ու իրան լոգին բառոն չգնում հեռախոսով։ Իր հեռախոսին չգնում SMS, մի խոսքով։ Կամ ինչ-որ մեկի անունի մեջ ինչ-որ մի տար սխալ եմ գրել։ Կամ ինչ-որ մի ապրանք ինձ քիչ առաքվել եւ ես ուզում եմ ընկերության դիմեմ եւ գումարը հետ ստանամ 1000-1, բայց կարա լինի։ Պետք է ուշադիր լինել ամեն դեպքում։ Ինչ եմ անում։ Սեղմում եմ A չանկյունի վերևի A չանկյունի մարդուկի վրա, որը կլորակի մեջ է, նայեք, սեղմեցինք։ Եվ մտնում ենք обратная связь, հետադարձ կապ։ Եթե հայերենով է ձեր մենյուն, կտեսնեք այդտեղ հետադարձ կապ երի մոտ ռուսերեն էս բայդրությամբ։ Այդքան բան։ Հիմա սեղմեմ պլյուսիկի վրա աչանկյունի վերևը պլյուսիկ։ Սեղմեցինք եւ գրում ենք հայտի թեման, օրինակ գրում ենք։ Կարող ենք եթե սխալ եմ գրել կոնսուլտանտի տվյալներ եւ կարող եմ գրել որ բարև ձեզ այս ինչ համարի ենթադրենք կոնսուլտանտի հեռախոսը պետք է լինի այսինչ խնդրում եմ շտկել օրինակ ցենց եւ ստեղծել հայտ հիմա ես չեմ ստեղծի որտեղ սաղան կապ հայտը բայց մոտավոր այսպես եւ ընկերությունը պատասխանում է ձեր հայտերին այստեղ ձախի վրա 3 գծիկներ որ սեղմեք դուք կտեսնեք ընթացքի մեջ է հայտեր չկան սպասվում է հայտեր չկան պատասխանը ստացվեց հայտեր չկան կատարված բոլորը իմ մոտ սաղ գրանցման տվյալների սխալ է օրինակ մեկնարկային ծրագրի հետ կապված հարցն տվեք կամ վերջը սրանք ստացած պատասխաններն են բաց հայտ չկա այսինքն եթե ձեր հայտը դեռ լուծված չի այստեղ բացերի մեջ է եթե ձեզ պատասխանն է տալիս ֆիրման այստեղ գրվում է մի խոսքով հետո հետևում եք էլի ձեր հետադարձ կապին տեսնում եք ֆիրման ինչ պատասխանեց ձեզ այսքան բան ընկերներ